Ուղիղ եթերում Ազատություն TV-ն է, թեման շարունակելու ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաքունց, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Սաքունց, տեսեք, արդեն իշխող հանրապետականի ներկայացուցիչ, ով նաև նախկին գլխավոր դատախազն է, ինքն էլ է բարձրաձայնում, որ քննիչները, դատախազները պետք է շատ զգուշավոր լինեն այսուհետ, հղում անելով Եվրոպական դատարանի նախադեպային որոշումն, ասում է, որ այսուհետ պետք է այդ նախնական կալանք կիրառելու հարցում նրանք ըստ էության պետք է հիմնավորեն։ Ինչ-որ այսպես փոփոխություն տեսնում եք դուք այս հարցում, արդյոք կլինի թե ոչ։ Արդյոք այդ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի քննիչներն այսուհետ այս կամ այն անձի վերաբերյալ այդ նախնական կալանքի որոշում Ճիշտ ասած, մեծ հավատ չունեմ, որ մեր մոտ պրակտիկան խափանման միջոցի ընտրության հարցում, որը որպես կանոն ընտրվում է կալանքի ձևով, կփոխվի, որովհետև մինչ այդ էլ ունեցել ենք Եվրոպական դատարանի որոշումներ խոշտանգումների հետ կապված հարցեր, բայց տեսնում ենք, որ խոշտանգումները շարունակվում են եւ ոչ թե դադարել են։ Բայց այստեղ մեկ այլ ինձ հարց է հետաքրքրում, որ իսկ մեր օրենսդրության մեջ գրված է, որ հանցագործության կատարման մեջ կասկած, այսինքն անձը, որը կասկածում է կամ մեղադրվում է ինչ-որ ծանր հանցագործության մեջ, ապա անպայման պետք է խափանման միջոցը կալանք կիրառել։ Չկա այդպիսի բան։ Հստակ մեր մոտ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է խափանման միջոցի ընտրության հարցը եւ կալանքը միայն որպես ծայրահեղ միջոց է դիտարկվում եւ կան մի քանի հստակ հիմնավորումներ, որոնց դեպքում նոր միայն կարող է դա կիրառվել։ Նույնիսկ կրկնում անկախ ուրեմն հանցագործության փաստաբանների մեր մոտ երբեմն անգամ դատարանում ասում են դատախազը չհիմնավորեց կամ քննիչը չասաց թե ինչու պետք է մնա կալանքի տակ։ Դա ճիշտ են ասում, որովհետև բազմաթիվ ուսումնասիրություններ կան, ես ուղղակի կհիշեցնեմ ամերիկյան իրավաբաններ ասոցիացիայի կողմից ուրեմն կամայական կալանավորումների վերաբերյալ այդ ՄԱԿ-ի կոմիտեի կողմից եւ ընդհանրապես մի քանի կարևոր ուսումնասիրություններ Հայաստանի վերաբերյալ, որ որպես կանոն խափանման միջոցը ընտրվում է կալանքը, մեկ նաև պրակտիկայում ինքը չի հիմնավորվում քննիչի կողմից, այսինքն քննիչը, երբ որ միջնորդություն ներկայացնում է խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, պարզապես ցիտում է կամ արտագրում է քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, դրանք հետեւյալն են, որ անձը եթե փորձի հայտարարություններ են նախաքննության մարմնից կամ թաքնվի կամ ուրեմն վկաների վրա կամ այդ, բայց ամեն մի կոնկրետ դեպքում քննիչը պետք է հիմնավոր փաստեր ներկայացնի, որ դատարանին, որպեսզի դատարանը համոզվի եւ ըստ դրա որոշում կայացնի, բայց ցավոք սրտի ոչ քննիչն է ներկայացնում հիմնավորումները եւ ոչ էլ դատարանն է ուշադրություն դարձնում քննիչի կողմից ներկայացված են հիմնավորումները թե չէ եւ որպես կանոն այդտեղ ենք մենք գնահատում, որ դատարանը որպես նոտարական վավերացնողի դերում է հանդես գալիս, վավերացնում է քննիչի միջնորդությունը, բայց այստեղ մեկ այլ հարց նաեւ իսկ պետք է արդյոք Եվրոպական դատարանի որոշում, որպեսզի քո օրենսդրությունը կիրառես։ Ընդհանրապես այնքան ենք ուրեմն հղում կատարում Եվրոպական դատարանի որոշումներին, որ արդեն ազգային օրենսդրությունը, հա, որպես այդպեսին նրա նորմերի կատարման կամ պատշաճ կատարման հարցն է դուրս մնում, այսինքն եւ այստեղ այնքան է ստորադասում, այո, ներքին օրենսդրությունը։ Խնդիրը ստորադասվելու մասին չէ, պետք չէ հասնել Եվրոպական դատարան, որպեսզի համոզվեց, որ գոնե քո ազգային օրենսդրության մեջ ամրագրված այն դրույթները, որոնք լիովին համահունչ են Եվրոպական դատարանի կամ կոնվենցիայի դրույթներին։ Այսինքն ասես անկախ այդ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումից մեր օրենսդրությունն է։ Մեր օրենսդրությունը որպեսզի դատավոր է արդարացիչ։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ թե օրենսդրության հետ կապված խնդիր է, խնդիրը պրակտիկայի մասին է խոսքը։ Մեր մոտ պրակտիկան չէր համապատասխանում ազգային օրենսդրության պահանջներին։ Եվ հիմա Եվրոպական դատարանը ընդհանրապես ամրագրում է այդ հանգամանքը, որ պրակտիկան պետք է համապատասխանի։ Իսկ նախադեպային որոշումը մեզ համար այսպես հեծանիվ օրինել չէ, մենք ունենք։ Այո, բայց ուղղակի աննույթ եմ կրկնում, միշտ այսինքն ազգային ինստիտուտների դերի բարձրացման փոխարեն, հա, միշտ հղում են կատարում, եթե մենք հղում կատարենք, քանի որ իշխանությունը չի կատարում ազգային ինստիտուտների պահանջները կամ օրենսդրության պահանջները, ես կհասկանամ, բայց որ արդեն իշխանության ներկայացուցիչն է արդեն հղում կատարում Եվրոպական դատարանին եւ չի արժևորում ազգային ինստիտուտները կամ ազգային նորմերը, դա մի քիչ տարօրինակ է։ Այդ մենք կարող ենք ասել։ Ու անդադ ենք ասում, որ
կալանքը որպես կանոն, հա, համատարած կիրառվում է խափանման միջոցի ընտրության ժամանակ, որի հիմնավորումները ոչ քննիչն է ներկայացնում, ոչ էլ դատարանում է ներկայացնում։ Միգուցե մտավախություն ունեմ, որ նմանատիպ գործեր շատ են այժմ եվրոպական դատարանում Հայաստանի կողմից եւ հենց այդ մտավախությունից է գալիս։ Վերջերս նաեւ Սասնա ծռերի գործով մի պետք է վճարեն ուղղակի։ Գիտեն, որ պարզապես բյուջեն ֆինանսական ռեսուրսների տեսակետից սուղ է, եւ հիմա դեպ նաեւ 3 հերթական վճիռ եղավ Հայաստանի դեմ 15000 եվրո լինելու են անընդհատ եւ անընդհատ են։ Կատունում միգուցե այս մտավախությունն ունեն, որ հիմնական մտավախությունը ֆինանսական այդ պատասխանատվությունն է, բեռն է, հա, որ պետք է որպես փոխհատուցում պետությունը վճարի։ Սա է։ Լավ, դուք ասացիք, գուցե այդ ճանապարհով մենք հասնենք պրակտիկայի փոփոխությանը, բայց վերստին արձանագրեմ, որ խոշտանգումների հետ կապված որոշումների արկայությամբ հանդերձ եվրոպական դատարանի կողմից մեր մոտ բռնությունները, անմարդկային վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ չի դադարել, ավելին նաև այդ փաստերով պատշաճ քննություն չի իրականացվում, շարունակվում է այդ անգործությունը։ Պարոն Սաքունց, տեսեք, դուք ասացիք, որ հա կալանքը մեզ մոտ որպես այսպես ոչ թե ընկալվում է որպես կամ դիտարկվում է որպես ծայրագույն միջոց, այլ պարզապես քննիչի այսպես միջնորդությամբ, այո։ Այդ կալանքի որոշումը համատարած բոլորի համար է լինում։ Գիտեք, կան այդպիսի արտառոց։ Ներեցեք, որտեվ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ այդ դեպքում ինչու Սուրեն Խաչատրյանի որդին նույն այդ սկզբունքի ներքո, երբ խափանման միջոցը փոխեցին եւ Սուրեն Խաչատրյանի նկատմամբ էլ որդու նկատմամբ էլ փոխեցին, բանը կալանք կիրառեցին, բայց շատ կարճ ժամանակ հետո փոխեցին, ինչի համար, որովհետեւ ոչ թե նրա համար, որ Դա դուրս եկավ կարծես թե պարզապես։ Նա փոխեցին խափանման միջոցը։ Լավ, ամեն դեպքում բոլորի համատարած է այդ։ Ոչ, դա ընդհանրապես մեր մոտ ընտրող։ Դա որպես գործիք է նույն այդ քաղաքական ընդդիմադիրներին այսպես կալանքի տակ պահել։ Կալանքը օգտագործվում է մարդուն ազատազրկելու, անազատության մեջ պահելու մի քանի նպատակով։ Առաջինը, որպեսզի մարդուն սահմանափակեն եւ զրկեն պատշաճ պաշտպանության հնարավորությունից, արդյունավետ պաշտպանության հնարավորությունից, որտեղ եթե մի բանը, եթե ստորագրություն չեղանալու մասին, ասենք թե խափանման միջոց կա, այդ մարդը ուրեմն հնարավորություն ունի փաստաբանի հետ ամենօրյա եւ անդադ աշխատելու։ Իսկ եթե գտնում եք կալանքի տակ, բնականաբար փաստաբանը միայն ըստ անհրաժեշտության որոշակի պրոցեդուրաներ անցնելու։ Էլ չէ խոսում, որ քրեակատարական հիմնարկում կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կարող են կիրառվել բազմաթիվ այլ ճնշումներ։ Ես հիշում եմ Գևորգ Սաֆարյանի դատավարությունը, երբ նմանատիպ պատճառաբանությամբ, որ նա կարող է ազատության մեջ թաքնվել կամ ճնշում գործադրել վկաների վրա։ Հիշում եմ նաև, որ վկաներն արդեն ամբողջությամբ հարձակվվել էին, մինչդեռ նա շարունակում էր կալանքի եւ կար մի այսպիսի դեպք, որ փաստաբաններ էր ասում, որ այն հոդվածը, որ իրեն է վերագրված, միգուցե, չգիտեմ, լիներ 6 ամսվա ազատազրկում, մինչդեռ նա արդեն 1 տարի է կալանքի տակ։ Մենք մեր պրակտիկայում ունենք դատական պրակտիկայում նկատում ունենք Հայաստանի Հանրապետության դեպք, որ մարդը գտնվել է եւ նախաքննության եւ դատաքննության ընթացքում անազատության մեջ եւ վերջում երբ որ նրա նկատմամբ դատարանը վճիռ է կայացել, հա, ազատազրկման ժամկետը եղել է ավելի քիչ, քան նա գտնվել անազատության մեջ, այսինքն դատարանի կողմից սահմանված ազատազրկման ժամկետը եղել ավելի քիչ, քան նա ինքը գտնվել անազատության մեջ։ Սա նաև այդպեսի արտարոց դեպքեր են եղել։ Այստեղ խնդիրը հետևյալն է։ Ընտրովի, հա, ընտրողական արդարադատությունը ինքը արկա է բոլոր առումներով, թե խափանման միջոցի ընտրության ժամանակ, թե դատաքննության ժամանակ, թե արդարացման, թե պայմանական վաղաժամկետի կիրառման եւ այլն, այս բոլոր առումներով կա ուրեմն ընտրողական մոտեցում։ Այնպես որ բնականաբար ընտրողական մոտեցման արդյունքում ավելի շատ շահում են մարդիկ, որոնք իշխանության հովանավորությունը ունեն։ Օրինակ համար նույնիսկ սպանության մեջ կամ սպանության կազմակերպման մեջ մեղադրվող անձը, որին դատապարտում են, ասենք թե 12 տարի ազատազրկման, կարող է ընդամենը 1 տարի կամ 2 տարի, հա, անազատության մեջ գտնի եւ հետո դիմում գրի, ասենք թե ներմամբ ազատվի։ Բայց քանի մարդիկ, որոնք դիմում են ներման, հարցով մերժվում են։ Նայած թե ով է գրում։ Ամեն դեպքում ձեզ չասացիք լավատես եք, որ ինչ-որ փոփոխություն կլինի, թե պրակտիկան կշարունակվի։ Ես լավատես չեմ, որովհետև ունեմ փաստ, որի մասին նորից նշեմ, որ խոշտանգումների վերաբերյալ եվրոպական դատարանի
կողմից ունենք որոշումներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, բայց ցավոք սրտի խոշտանգումները շարունակվում են։ Դե այս դեպքում արդեն բայց նախկին դատախազն է գլխավոր բարձրաձայնում։ Դե ուզում են առավել եւս նախկին գլխավոր դատախազի դեպքում ինքը դատախազը չի աշխատում։ Ասեք նախկին գլխավոր դատախազի ասած մի բան է այլ падգամավոր, մի բան է որ հենց այդ ոլորտի մարդ։ Այլ հարցը եթե նախկին գլխավոր դատախազը ազգային ժողովում որպես падգամավոր արդեն այդ հարցը ոչ միայն բարձրացնի այդ մամուլի միջոցով կամ հարցազրույցի միջոցով, այլ նաեւ հետամուտ լինի, ասենք թե պահանջելով հաշվետվություն գլխավոր դատախազությունից կամ հատուկ քննչական ծառայությունից։ Կարելի ասել, որ այդ հայտարարության առաջին փորձակալը կարող է լինել ենթադրենք Անդրեաս Ղուկասյանի հերթական կալանքի այդ երկկողմյան ժամկետ երկարաձգելու ժամանակ։ Ես որ նշում եմ ընտրողական արդարադատության մասին, նկատում եմ, եթե իսկապես նմանատիպ ցանկություն են իշխանությունները, մի քանի օր հետո կրկին այդ երկամսյա կալանքը լրանալու է եւ նոր միջնորդություն։ Անդրեաս Ղուկասյանն ընդհանրապես չպետք է վերցնեն կալանքի տակ։ Ընդհանրապես քրեական գործ չպետք է հարուցեն Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ, ոչ միայն իր նկատմամբ։ Բայց մեր մոտ ընտրողական արդարադատության բուն հիմքը հանդիսանում է քաղաքական ընդդիմադիրների դեմ հետապնդում։ Այսինքն նա որևէ կերպ չի թաքնվի, ձեզ չի խուսափի, չգիտեմ, չի ճնշում, չի գործադրականների։ Չի կարող խուսափել Անդրեաս Ղուկասյանը, ոչ էլ փախչելու միտում ունի, ոչ էլ նա խուսափելու նախաքննության մարմնից եթե հարցեր լինի, այսինքն բոլորն էլ գիտեն, որ դա անհեթեթություն է։ Նա հրապարակային գործիչ է։ Դե падգամավորների ստորագրություն կար մի քանի որ։ Պարոն Սաքունց, օգտվելով առիթից, քանի որ մեր Չէ, հիմա արժի առաջարկել կներեք նաև պարոն Կոստանյանին հերթական անգամ ինքը ստորագրի Անդրեաս Ղուկասյանի համար։ Տեսնենք կստորագրի։ Ես հենց դա նկատի ունեի նաև խափամիջոցը բանը փոխելու հետ կապված։ Որ պատահական բարձրապես Անդրեաս շատ ում Կարո Եղնուկյանի հարցով, այսինքն այդ կալանքի ժամկետը եթե նախկինում են անգամ կայացվել, շուտով նաև եթե դատարան չգնաց գործը լինելու է հերթական այդ կալանքի երկարացնելու հարցը։ Տեսնենք պարոն Կոստանյանը Եվրոպական դատարանի նախադեպային որոշման իրականացման ուղղությամբ բացի խոսքերից կոնկրետ պատրաստագործողություն կատարելու։ Թող ինքը նախաձեռնի հենց այդ ստորագրահավաքը խափամիջոցը փոխելու հարցում։ Հետաքրքիր է առաջարկ եք անում։ Պարոն Սաքունց, օգտվելով առիթից, որ մեր տաղավարում եք, խոսենք հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման մասին, կառավարությունն արդեն ուղարկել է ազգային ժողով, արտահերթ նիստով հաջորդ շաբաթ կքննարկվի այդ հարցը 2018 թվականից ինքնավար մարմին է լինելու, արտահայտության նախկին նախարար Արփին Հովհաննիսյանն ասում է, որ այդ մարմին ունենալու նաև որոշակի սանկցիաներ կիրառելու այսպես գործիքակազմ։ Ըստ ձեզ մի շարք այսպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ արդեն բարձրաձայնել են, որ այդ նոր մարմնի ստեղծումը չի քննարկվել հանրությանը, չի քննարկվել այդ համապատասխան կառույցների հետ, ըստ ձեզ որքանով եք նախ ծանոթ այդ մարմնին ստեղծման մասին նորություններին, կարող է իսկապես արդյոք նա արդյունավետ աշխատանք կատարել, որպես մտավախություն նշվում է այն, որ նա լինելու է այսպես կոլեգիալ մարմին եւ նրա ղեկավարը նշանակվելու ազգային ժողովի կողմից, հետեւաբար կլինի կախյալ եւ չի կարող լրիվ բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն տանել։ Ես մասնակցել եմ արտադրության նախարարության ուրեմն հասարակական խորհրդում, ընդհանրապես երբ որ քննարկվում էր կոռուպցիայի դեմ պայքարի մոդելի ընտրության հարցում, ունիվերսալ մոդել թե որոշակի ասենք սահմանափակումներով։ Եվ դրանից հետո այս նախագիծը իրապես որևէ տեղ ասենք թե քննարկման, այնպես ինչպես ասենք թե հիմա տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծն է քննարկվում, հա, կամ միջև այդ սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծներ քննարկվում եւ այլ կամ ընտրական օրենսգիրքը նման քննարկումներ չեն եղել։ Այսինքն մասնակցային գործընթացը կոռուպցիայի դեմ պայքարի այս մարմնի գործունեության վերաբերյալ օրենքի նախագծի ուղղությամբ չի եղել։ Հիմա ես հասցել եմ իհարկե ծանոթանալ ընդհանուր գծերով նախագծին, բայց մի հիմնական հարց ինքը օրենքով ասում է, որ այս մարմինը պետք է համագործակցի պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության հետ։ Այդ հռչակագրային դրույթից հետո հետագա որևէ ուրեմն նախագծով, որևէ նորմով չի սահմանում, չի ցույց տրվում, չի արձանագրում, թե ինչպես է քաղաքացիական հասարակությունը համագործակցելու այս մարմնի հետ։ Հա, ինձ համար շատ կարևոր հարցը դրանում է կայանում, հա, կարևոր, որտեղ թափանցիկություն, հաշվետվողականության
մեխանիզմի կարևոր դրույթներից մեկը կամ հիմքերից մեկը քաղաքացիական հասարակության հետ համագործակցության արդյունավետ մեխանիզմի արկայությունն է։ Եթե հռչակագրային համագործակցելու մասին գրում ես ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կոնկրետ մեխանիզմներ չկան, լրատվական միջոցների հետ կոնկրետ մեխանիզմներ չկան համագործակցության, դա կներեք ինձ համար Նաև տեսեք, դա միայն վարչական այսպես սանկցիաները կիրառելու, երբ արդեն քրեական հանցակազմի դեպքում գործը միևնույն է այդ մարմինը փոխանցել է նախաքննական մարմիններին, այստեղ նաև կասկածներ չկան, որ այդ նույն քննիչները, դատախազները, որոնք այժմ էլ կարող էին ըստ էության այդ հրապարակումներին կամ հազանգերին ընթացք տալ, կա իհարկե։ Մենք ես հստակ կանգնած էի ունիվերսալ մարմնի ուրեմն ստեղծման այդ մոդելի օգտին, որը հենց ինքը նաև հետաքննություն իրականացնող մարմին է, հա, նաև նման գործառույթներ իրականացնող մարմին է եւ այն երկրներն, որտեղ այդ հետաքննական լիազորությունները ունի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հետ կապված, այդ երկրներում այդ մոդելը միշտ արդյունավետ է եղել։ Սա միանշանակ է։ Բայց այդտեղ մի հատ օրենքի նախագծի հետ մի հատ հետաքրքիր բան կա։ Դիմումների հիման վրա, ում դիմումների հիման վրա, կամ անանուն, հա, ուրեմն հաղորդումների հետ կապված, որը ինքն է որոշում քննության առնի թե չառնի։ Ես անանուն չեմ ուզում ներկայացնել, ասենք դե որպես քաղաքացի, ենթադրենք ներկայացնում եմ։ Իմ դիմումը անպայման պետք է քննարկման ենթարկվի։ Եվ իմ դիմումի վերաբերյալ պետք է որոշում կայացվի, ոչ թե եզրակացություն։ Ենթադրենք ինքն ասում է եզրակացությունը բողոքարկման ենթարկա չէ։ Այսինքն հասկանում եք այնքան անհստակություններ կան կամ բացեր կան օրենքի մեջ, որ ինքը մարմնին կարող է դարձնի ուղղակի ինքնաբավ կամ ոչ թե ինքնաբավ, այսինքն խիստ սահմանափակ գործառույթներով մեկ եւ միայն ինքը կարող է սեփական հայեցողության որոշում կայացնել, բայց հաշվի առնելով որ ազգային ժողովի կողմից է ուրեմն այդ մարմինը ձևավորվել, ապա կայուն քաղաքական մեծամասնության, հա, ազդեցությունը այդ մարմնի բովանդակության վրա ավելի մեծ է լինում, քան թե քաղաքացիական հասարակության կամ դիմողների իրենց դիմումների միջոցով ազդեցության տեսակետից։ Հասկանալի է, չէ՞։ Այսինքն այնքան էլ դες անկախ չի լինի։ Չի կարող Հայաստանի Հանրապետությունում, քանի դեռ նման խայտառակ ընտրությունների արդյունքում է ձևավորված իշխանությունը։ Քանի դեռ Միհրան Պողոսյան կոռուպցիայի մեջ թաղված եւ արձանագրված անձը նույն քաղաքական կայուն մեծամասնությունը իր падգամավորության տեխնացուի ցանկում է ընդգրկվում, հա։ Այսինքն ուզում եք ասեք, որ մի մարմին, որը ձևավորել է նույն Միհրան Պողոսյանի քվեարկությամբ, օգտին քվեարկելու։ Կարող է Սաքմունցարտուի օգտին քվեարկի։ Կամ ասենք թե հետքի, ասենք թե Էդիկ Բաղդասարյանի օգտին քվեարկի։ Կամ տրանսպարենսի, ասենք թե Հերիկ Նազի օգտին։ Կարող են, այդ բան չի լինի, չէ՞։ Բնականաբար ինքը ունենալով կոռուպցիա եւ ազգային ժողովի, հա, մեծամասնությունը ըստ էության, բացառությամբ երևի թե մի 10 քանի հոգի, որոնք ակնհայտորեն կոռուպցիայի հետ, կոռուպցիայի մեխանիզմով են իրենց հարստությունը դիզել։ Կոռուպցիայի մեխանիզմով են իրենց падգամավորական մանդատները ստացել։ Կամ առնվազն գոնե հիշատակում են նրանց անունները մի շարք փաստաթղթեր։ Հասկանու, դրանք ոնց ինչ հակակոռուպցիոն մարմին են ձևավորելու։ Կոռումպացված տեխնացուների հակակոռուպցիոն մարմին են ձևավորելու։ Հասկանում եք ինչ, այստեղ խնդիրը օրենքը չի։ Մենք գիտենք, քիչ առաջ կալանքի մասին ենք խոսում։ Խնդիրը քաղաքական կամքի մասին է խոսքը։ Որը ըստ չունի իշխանությունը։ Ինչպես չունի հանրային հեռուստատեսության հանձնաժողովի կազմի ընտրության հետ կապված, ինչպես չունի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի ընտրության հետ կապված, իշխանությունը քաղաքական կամք չունի։ Այս օրենքը, երբ որ դրանով փորձում են կամ օրենքի նախագծով փորձում են դրանով ներկայացնել քաղաքական կամքի մասին, հա, կամ որպես դա փաստարկ ներկայացնել, ինքը դա ուղղակի ծիծաղելի է, որովհետև նույնպես եմ կրկնում, առանց այդ մարմնի էլ գոյություն ունեցող դատախազություն, իրավապահ մարմինները, հատուկ քննչական ծառայություն, ինչ նախանգարում հատուկ քննչական ծառայությանը ենթադրենք քրեական գործ-հարուցի կոռուպցիոն հանցագործության հետ կապված։ Ոչ մի բան չի խանգարում։ Շնորհակալություն պարոն Սաքունց, հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ, մենք զրուցում ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։